Ռուսները վերսկսել են հարձակումները Խարկովի մարզի Վոլչանսկ քաղաքի ուղղությամբ։ Պատերազմի ուսումնասիրության ամերիկյան ինստիտուտի հրապարակած քարտեզներով ռուսական զորքերն արդեն գրավել են Վոլչանսկի երկաթուղային կայարանը։ Տեղեկություն կա, որ այդ շրջանում ուկրաինացիները հակագրոհի են անցել։ Ռուսական անօթաչուների հարձակումից վնասվել է Սումիի մարզի Շոստկա քաղաքի երկաթուղային կայարանը։ Ուկրաինայի նախագահը Տելեգրամում գրել է, որ անօթաչուն խփել է Շոստկայից Կիև գնացող ուղևորատար գնացքին։ Տասնյակ վիրավորներ կան։ Զելենսկին հայտարարել է, որ մարտերը թեժ են հատկապես երկրի արևելյան եւ հյուսիսարևելյան շրջաններում։ Նրա խոսքով ռուսները զանգվածային հրետանային եւ հրթիռային հարվածներ են հասցնում, թիրախավորելով քաղաքացիական ենթակառուցվածքները՝ գազի կայաններ, էլեկտրակայաններ, տրանսպորտային հանգույցներ։ Ջեռուցման սեզոնից առաջ նրանք փորձում են ավելի մեծ վնաս հասցնել մեր ժողովրդին։ Միայն այս մեկ հարվածի ընթացքում, որը նպատակային ուղղված էր գազային օբյեկտներին, արձակվել է 35 ինքնաթիռ, այդ թվում բալիստիկ։ Դա համակցված հարված էր։ Մենք կարողացանք խոցել միայն դրանց կեսը։ Բայց Զելենսկիի նկարագրած մարտավարությամբ է շարժվում նաև Կիևը։ Ուկրաինական անօթաչուները գրոհում են հիմնականում Ռուսաստանի նավթավերամշակման գործարանները։ Գիշերը 4 հարված է հասցվել Լենինգրադի մարզում գտնվող գործարանին, որն արտադրում է նավթ, բենզին, դիզելային վառելիք, բավարարելով Ռուսաստանի ներքին պահանջարկի զգալի մասը։ Ռուսական հոբն այդ շրջանում 11 անօթաչու է խոցել։ Մեկ օր առաջ էլ Սոչիի նավթային պահեստներ թիրախավորվել։ Moscow Times-ը գրում է, որ այդ ժամերին Սոչիում էր գտնվում Վլադիմիր Պուտինը։ Պատերազմի ավելի քան 3 տարում ճակատային գիծը 3 անգամ երկարել է 450 կիլոմետրից հասնելով 1200-ի։ Այսօր այն ձգվում է Ուկրաինայի գրեթե ամբողջ արևելյան եւ հյուսիսային սահմաններով։ Մինչև պատերազմը շփման գիծը սահմանափակվում էր հիմնականում Դոնեցկի եւ Լուգանսկի հատվածներով։ Զովինար Բարխուդարյան, Անի Խանդիլյան, Հայլուր։ Հայաստանում եւ աշխարհում տեղի ունեցող իրադարձությունների մասին առաջինը իմանալու համար բաժանորդագրվեք մեր ալիքին, սեղմեք զանգակը, որ բաց չթողնեք ամենակարևորը, ամենահրատապն ու հետաքրքիրը։